Հրազդան հերթատեսության եթերում լուրեն լատվականն սկսում է իր աշխատանքը վարել ձեզ։ Ներկայացվող լրահոսը նախ համառոտ տեսաշարով։ Հայաստանի որոշ բնակավայրերում երկրաշարժ է զգացվել։ Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծում նոյեմբերի 7-ին նախատեսված է հերթական դիտարկումը։ Սպասվում է արդյոք գազի գնի թանկացում, գազ թե էլեկտրաէներգիա, որն է նախընտրում հրազդանցիները։ Միացյալ Նահանգներում նախնական արդյունքներով նախագահ է վերընտրվել Բարակ Օբաման։ Տանիքների նորոգումը ընդհանուր բնակչության խնդիր չէ, այսպես են կարծում հրազդանցիները։ Մեկ տարուց ավելի է գազի սակագնի հետ կապված քննարկումներ են ընթանում։ Երկար ժամանակ է մամուլում քննարկվում է գազի գնի բարձրացման հարցը։ Գազի գնի շուրջ մեր կառավարությունը դեռևս բանակցում է ռուսական կողմի հետ։ Սակայն եթե հաշվի առնենք, որ արժևում ձմեռ է եւ բնակչության կողմից գազի մեծականակ սպառումը անխուսափելի, ապա իսկապես գազի սակագնի հարցը հրատապ է դառնում։ Այն, որ Հրազդանում ձմեռը տևում է ոչ թե 3 ամիս, այլ 6, նորություն չէ։ Բնականաբար գազի եւ էլեկտրաէներգիայի սպառման տեսանկյունից մեր տարածաշրջանն հանրապետությունում առաջին տեղում է։ Այս պարագայում գազի իրական թանկացումը կդիտարկվի իսկական աղետ ազգաբնակչության համար։ Արժևում ձմեռը ինչ եք սպառելու, գազ թե էլեկտրաէներգիա։ Երևի թե գազ, եթե չթանկի։ Թե գազը քաշել ենք տունը, ապահոված է, քաշել ենք, բայց չգիտենք թե ոնց ենք ուծելու այդ հարցը։ Հետո լսել ենք, որ նորից հանգացումներ չգիտենք։ Երևի արդեն գիշեր միացրենք, ցերեկը արևով ջերմանանք։ Գազ, էլեկտրաէներգիա։ Տաքացնելու Մատչելի համար։ Նաև դա։ Ոչ բանով մենք չեկա մուծենք։ Տեղեկացնենք, որ 2 օրից կսկսվի մեղրի հեկի ձգձգված շինարարությունը։ Էներգետիկայի բնագավառում Իրանի հետ իրականացող այս ծրագիրը պետք է անցած տարի մեկնարկված լիներ, սակայն ինչ-ինչ պատճառներով ձգձգվեց։ Ասեմ նաև, որ մեղրի հեկի շինարարությունը պետք է իրականացվի 5 տարվա ընթացքում, որից հետո 15 տարի արտադրված էլեկտրաէներգիան պետք է տեղափոխվի Իրան։ 15 տարի հետո միայն մեղրի հեկը անհատույց կփոխանցվի Հայաստանին։ Սա առաջիկա 15 տարվա հեռանկար, իսկ այն, որ ունենք հսկա ատոմակայան Հրազդանում ջեք, այնուամենայնիվ գազի գնի թանկացումից զատ հաճախ խոսվում է նաև էլեկտրաէներգիայի գնի բարձրացման մասին ևս։ Երկուսի թանկացման դեպքում էլ բնակչությունը կանգնում է դժվարին խնդրի առջև, իսկ երրորդ այլընտրանքային տարբերակը մեծ ծանոթ է դեռևս 90-ականներից։ Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի հարավային շրջաններում։ Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով 10:26-ին գրանցվել է 5.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում, Ահար քաղաքից 28 կիլոմետր դեպի հյուսիսարևմուտք։ Ըստ նախնական տեղեկատվության երկրաշարժը զգացվել է Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերում, մասնավորապես քաղաք Քաջարյանում եւ Կապանում 3-ից 4 բալ, Գորիսում 3 բալ, Ջերմուկում եւ Արարատում 2-ից 3 բալ ուժգնությամբ։ Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայքի երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կիլոմետր խորության վրա։ Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7-ից 8 բալ։ Նոյեմբերի 7-ին ԵԱՀԿ-ի հերթական դիտարկումը կլինի Ադրբեջանի եւ Հայաստանի շփման գծում։ Այն կանցկացվի Այգեպար եւ Այլիբեյլի գյուղերի ուղղությամբ։ Հայկական կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրիշչիկի, դաշտային օգնականներ Ուլյան Փրայորը եւ Խրիստիո Խրիստովը։ Ադրբեջանական կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ գրասենյակի համակարգող Փիթեր Քին եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դաշտային օգնական Իրժի Աբերլեն։ Սակայն ուշագրավն այն է, թե սա ինչպես է ձևակերպված ադրբեջանական մամուլում։ Զորքերի շփման գծի հակադիր կողմում, որը միջազգային մակարդակով Ադրբեջանի տարածք է ճանաչվել, հայտարարում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Այդ կերպ Հայաստանի Տավուշի մարզը, որը երբևէ ոչ միայն ադրբեջանական, այլև վիճելի տարածք չի եղել, ներկայացվում է որպես միջազգային մակարդակով ճանաչված Ադրբեջանի տարածք։ Սա կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, կամ Ադրբեջան պաշտպանության նախարարության փայլուն ուղեղները մոռացել են չափավոր ստելու մասին իմաստուն խորհուրդը, կամ սա հակահայկական քարոզության տար է, ուղղված այն բանին, որ ապագայում հայտարարեն Տավուշի մարզի ադրբեջանական պատկանելիության մասին։ Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման վերընտրվել է։ Միացյալ Նահանգներում անցկացված նախագահական ընտրությունների նախնական տվյալներով գործող նախագահ դեմոկրատական կուսակցության տեխնացու Բարակ Օբաման առավելության հասավ իր հանրապետական մրցակից Միթ Ռոմնիի նկատմամբ։ Սակայն այս պահի դրությամբ արդեն իսկ հայտնի է, որ Օբաման ստացել է առնվազն 290 ընտրիչ քվե, պահանջվող 270-ի փոխարեն։ Արժևում ձմեռ է, իսկ շենքերի խարխուլ տանիքների հարցը հրատապ։
Այսօր շատ է լսվում մեր հասարակության կողմից քննադատություններ Թուրքիա մեկնող կանանց հասցեին, սակայն քննադատությունն այլ է, իրականությունն այլ։ Հրազդանցի նախկին ուսուցչուհի Ֆլորա Բիրապյանը մի քանի տարի է մեկնում է Թուրքիա, երեխաների ապագան դասավորելու ուսման ծախսերը հոգալու նպատակով։ Արդեն քանի տարի է տիկին Ֆլորան Թուրքիայում ծեր կին է խնամում, բայց այսօր իր խոսքերով ասած հոգնել է թուրքահպատակությունից, ցանկություն չունի այլևս վերադառնալու, ուզում է ապրել հարազատ քաղաքի հարազատ տանը։ Սակայն տան կտուրի հարցն իսկապես չի լուծվում։ Ստանալու պահից էլ միշտ կաթացել է միշտ պրոբլեմ 37-ի երրորդ մուտքում։ Եմ միշտ իմել եմ, միշտ խնդրել ասել եմ, որ ես չեմ կարող միայնակ կինեմ անամուսին, ուսուցչու աշխատավարձով, կինեմ չեմ կարող վերանորոգումներ։ Կտուրի խնդիրն է ու մարզպետարան։ Միշտ դիմել եմ, ասել եմ, ինչ պետք է ես էլ մայրով բանկան, միայն սարքով կազմակերպեք դուք։ Ինչքան ժամանակ է դիմել եք, ձայն չկա։ Այս 3 տարի է գնում գալիս ես ասում եմ արձագանք չկա, որտեղ արդեն փլվում է առաստաղս։ Հիմա ես եկել եմ ուզում եմ գնում մնամ։ Մարզպետարանից տիկին Ֆլորային պատասխանել են, որ տանիքի խնդիրը միայն իրենը չէ, որ ապրում է բազմաբնակարան շենքի 9-րդ հարկում։ Այն շենքի ողջ բնակչության խնդիրն է, իսկ բնակիչները հայրին հատուկ հոգեբանությամբ պատասխանում են. մենք չենք ապրում 9-րդ հարկում։ Արդեն մցրել են, որ մի բանը մենք չենք օգտվում, մենք փող չենք տալու։ Լավ անում ժողովուրդը, շատ լավ անում։ Տիկին Ֆլորան պատրաստակամ է տանիքի վերանորոգման համար տրամադրել որոշակի գումար, բայց ոչ իհարկե ամբողջը։ Հիմա հույսը համատիրության միջամտությունն է, իսկ համատիրության նախագահ Թարվերտ Պակրատյանը վստահեցնում է, որ հարցը ներկայացրել է մարզպետարան, որպեսզի ինչ-որ ծրագրի շրջանակներում, որը իբրև պարբերաբար իրականացվում է, հարցը լուծվի։ Այլ նորություններ։ Թուրքիայում քթի 3 անցք ունեցող հորթ է ծնվել։ Թուրքիայի Այդոն նահանգի Նազիլի շրջանի Ահմեդ Յափրջին պատկանող ֆերմայում քթի 3 անցք ունեցող հորթ է ծնվել։ Թուրքական Հուրրիեթի փոխանցմամբ Նազիլի շրջանի 60-ամյա բնակչի Ահմեդ Յափրջին պատկանող ֆերմայում լույս աշխարհ եկած 3 քթի անցք ունեցող հորթը զարմացրել է բոլորին։ Ահմեդ Յափրջն այդ մասին հայտնել է Նազիլի շրջանի անասնաբուժ Ահմեդ Շահինին, ով եւս զարմացել է տեսածից, նշելով, թե երբեք նման բան չի տեսել եւ չի լսել։ Անասնաբուժը մանրամասն զննել է հորթին ու ասել, որ հորթի քթի 3 անցքերն էլ բաց են եւ հորթը հանգիստ կարողանում է շնչել 3 անցքերով էլ։ Իսկ հա Ռուսաստանում հայրը որդուն փրկել է հրդեհից նրան 6-րդ հարկից ցած նետելով։ Ռուսաստանի Սուրգուտ քաղաքում բազմաբնակարանային շենքերից մեկի հրդեհի ժամանակ որդուն փրկելու նպատակով հայրը նրան պատանից դուրս է նետել։ Ըստ աղբյուրի հրշեջները տեղ են հասել ահազանգից րոպեներ անց, սակայն բնակարանն ամբողջովին հրոճարակ է դարձած եղել, իսկ հուսահայտ հայրը գնացել է ծայրահեղ քայլին, նա չի սпасել տարհանման աշճաններին։ 3-ամյա երեխան չնայած դրսում ձեռնարկված միջոցառումներին բախվել է գետնին։ Միայն հրաշքով որդին ու հայրը ողջ են մնացել։ Կոտրվածքներով երեխայի կյանքի համար այժմ պայքարում են բժիշկները։ Հայրը գազային թունավորում է ստացել։ Միջադեպից ցնցված մարդիկ փորձում են նյութական հանգանակություն կազմակերպել տուժածների համար։ Կանադացի հայրիկը որդուն անմահացրել է սպանել Բիլին ֆիլմի ոճով։ Կանադացի պատիկ Բոյվինը համացանցում մահացու տեսանյութ է տեղադրել խաղալիք վիշապի հետ իր փոքրիկ որդու պայքարի վերաբերյալ։ Դեղին կոստյումով փոքրիկը ինչպես ումաթուրմանն է սպանել Բիլին ֆիլմում։ Հարցերը լուծում է թշնամու հետ, ի վերջո պատառոտելով նրա սինիտիպոն սիրտը։ Նշեմ, որ տեսանյութը YouTube-ում տեղադրվել էր 4 օր առաջ եւ այն արդեն դիտվել է 6 միլիոն մարդուց ավելիով։ Այսքանն էր այսօրվա լրահոսը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս կհանդիպենք լուրերի հաջորդ թողարկմանը։ Մնացեք խաղաղությամբ։